Վայ անիծվի են օրը Արսեն, անիծվի են օրը, որ ես ես իմ մրոտ ձեռներով այդ $4000 տվեցի, այդ կաշկեն առա։ Ինչ ա եղել մուշը։ Ինչ պետք է լինի Արսեն ջան։ Դու հարցրու ինչ չի եղել։ Ավտոյիս վրա ինչ գործ ասես բացվել է։ Ես մի ամիս առաջ մատորը խփեց, միջև սարքեցի ինֆարկտը ինձ խփեց, հիմա էլ կարոկեն է թափել։ Միջև հետ էլ սարքեմ մազերս է թափելու։ Արսեն, իմ ավտոյի վրա միակ բանը, որ չի փչացել, էդ էս բանալիներն է։ Ու այդ ինչքանի ծախսա։ $500 Արսեն ջան։ $500։ Իսկ իմ գրպանում ինչքան փող կա, գիտես։ $500։ Ոչ։ Հելենա, ինչ լավ ջինս եմ տեսել։ Գինն էլ է շատ հարմար, ընդամենը $20,000, որ խնդրեմ ինձ $20,000 կտաս, գնամ ես ջինսը առնեմ։ Լավն է, գիտես, Ֆելո, 20,000, հա, 20,000, 20,000 դրամ է ուզում, տենում ես, 20,000 դրամ է ուզում, պտի տամ, բա կտամ, Ֆելո ջան, բա կտամ, բա այսպես պտի կտամ, արա։ Խերախոսը։ Տարիքի հետ անպայման, մենք պտրում ենք օթևան, ու հաճախ տներ արծում, ընկերներ ու ազգական, բարեկամ ու հարևան, մեզ օգնում են այդ հարցում, լուսավոր ու արևքող, բարձր որ չմտնի կող, լինի գազ ու լինի լույս, ում դեպի մասից նայող, տալ պատրաստ ենք լիքը փող, որ ունենանք full house, թղթախաղի պես զգվում է օրը մինչև լույս, հաճախ ուրախ մեկ անհույս, թե չենք ուզում այս պայքարից մնալ դու խարից դուրս, թե զարգալոր է full house, ապրել եմ ուզում full house-ում, սուս, full house, ով է լսում full house-ում, սուս, full house, իմ կյանքն եմ բազում full house-ում, սուս, full house, սեր եմ երազում full house-ում, սուս, full house, full house. Տիգրան, դու ինձ բան չունես ասելու։ Ասելու բան։ Հա, մերսի սողջի համար, օրքուր ջան։ Տիգրան, ես դա նկատի չունեմ։ Այսօր ինչ օր է։ Այսօր երկուշաբթի։ Հա, բարի աշխատանքային շաբաթվա սկիզբ։ Տիգրան, օրինակ, այսօր ինչ տոն է։ Տոն։ Տոն։ Մի րոպե։ Մայիսի 4 տոներ։ Լատվիայի անկախության օրը։ Ոյ Տիգրան, այսօր հորքուրի ծնունդն է։ Կներես հորքուր ջան։ Շնորհավորում եմ։ Մոռացել էիր։ Քեզ ցանկանում եմ սեր, երջանկություն ու թող քո բոլոր երազանքները կատարվեն։ Ոյ շատ շնորհակալ եմ Տիգրան ջան։ Թող մուշեղի սականջն էլ կանչի։ Հայդե որոշել եք մուշեղի հետ ոնց եք անցկացնելու։ Հա, որոշել ենք։ Մուշեղը ինձ ասաց, որ նվեր է ինձ մատուցելու։ Նվեր, մուշեղը։ Ինչ նվեր։ Դե կոնկրետ չասած ինչ, երևի անակնկալ կլինի, էլի Տիգրան ջան։ Դե գիտես, մուշեղը մի քիչ խելքը թրծրածի պես է, սիրահարված պինգվինի նման է։ Ինչ ասես կմտածի։ Շատ լավ, հորքուր ջան, ես ձեզ բարի օր եմ ցանկանում, ես գնամ գործի։ Լավ, Տիգրան ջան, լավ, հաջողություն։ Ճոնակնկալ։ Եղավ մուշեղ։ Ես սրանից հետո կմոռանամ, որ դու իմ աղբերն ես, ու քեզանից էլ ոչ մի բան չեմ ուզի։
Ֆելո, աղբորպես մի նեղացի, հա? Ոնց որ առաջի օրն ես ինձ ճանաչում։ Չգիտես, որ ես ջղենանում եմ, ինչ ընկնում է ձեռիս տակ, տալիս ջարդում եմ։ Թարսի պես այդ պայն հեռախոսը տնկավ ձեռիս տակ։ Հələ դու գոհ եղի, որ բերանդ չի ընկել ձեռիս տակ, թե չէ բերանդ էի ջարդելու։ Լավ, ես գնամ որտեղից եմ այդ $500 ճարում, որ կարողես սարքեմ։ 700 մուշեղ։ Ինչ 700։ $700 պետքա ճարես, որ ինձ էլ թազա հեռախոս առնեմ։ Լսրախորժակին նայ։ Դու հենց աղվեսին նայի, որ հերիքշի մեզ գցեց փոսը մի հատ էլ զանգերից չի պատասխանում։ Լիկա, դու մի մոռացի, որ Եվան մեզ գցել է մեր փորած փոսը։ Ու այս պատմության գլխավոր մեղավորները մենք ենք։ Սենց բայրին ոնց եմ հասկանում ուշեղին։ Իրոք որ Եվայից վատ բան այս աշխարհում չկա։ Ինձ դա ընկնի ձեռս պատասխան է տալու իր արածների համար։ Լիկա, Եվանսկի քո զանգերին չի պատասխանում, ու մնաց արածների համար պատասխան տա։ Պատասխան կտա Տաթև։ Ու հենց այսօր է պատասխան տալու։ Ինքը չի պատկերացնում, որ իրանից բեթար Եվա ես եմ։ Ուշեղ, մի րոպե սպասի։ Ամորա ջան, ահավոր զբաղված եմ, ահավոր, շատ շտապ եմ, մի անգամից արա գրի գնամ։ Ուշեղ ինչ գրեմ։ Ունեմ մի հատ ռեմեն գրի գնամ, բայց ես նախապես զգուշացնում եմ, մի կոպեկ փող չունեմ, հիմա չեմ ուծելի։ Ուշեղ, մի հատ հանգստացի, հա։ Ես քեզ շատ լավ առիթով եմ կանգնացրել։ Ու ինչ առիթա տիկին տամայոր։ Այսօր տիկին Տամարայի ծննդյան օրն է։ Յա, այսօր ծնունդը տա։ Բայց շնորհավորում եմ, մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր, ամենայն բարիք, հաջողություն, ցտեսություն։ Բա համբույրը։ Մի խոսքով երեկոյան ոչինչ չես պլանավորում։ Ծնունդս միասին ենք նշելու, վերջ, այսքան բան։ Տամարա ջան, ես քեզ առաջարկում եմ դու ոչ մի բան չպլանավորես, որովհետև ես այսօր շատ ահավոր զբաղված եմ ու հաստատ քո ծնունդին ներկա չեմ գտնվելու։ Դու ոչ միայն ներկա կգտնվես Մուշեղ, այլ նաև կկազմակերպես այդ ծնունդը։ Լավ։ Դու մոռացել ես մեր պայմանավորվածության մասին։ Դու մոռացել ես Տիգրանի ինչ գիտի իմ ու քո մասին։ Հա։ Չեմ մոռացել, Տամարա ջան, բայց ես կի փող չունեմ այդ ավտոյից կարոպկեն սարքեմ, ուր մնաց քո ծնունդը կազմակերպեմ։ Հանդարտվիր։ Ծննդի հետ կապված բոլոր գումարները ես քեզ կտամ։ Դու խնդիր չունես, փողի մասին մի մտածի։ Պարզապես այդ ծնունդը պիտի կազմակերպել սրճարանում Տիգրանի աչքի առաջ, որպեսզի Տիգրանը չկասկածի, որ մենք սիրահարներ չենք։ Բայց ճիշտ բան ես մտածել, Տամարա ջան։ Չի վայմ է։ Մեծ կամպայման այդ կասկածները վերացնել։ Հա, այնպես որ իզուր ես այստեղ կանել, արի գնանք հաշվար կանենք։ Հաբա շուտ ասա այդ Տամարա ջան, շուտ չես ասում ախր։ Փորձում եմ ասել, թողում ես մարդու։ Արսեն մերոնց է դեպքո պատայել ես էլ հեռախոսով էի խոսում։ Գումարս վերջացա, որ խնդրեմ հեռախոսդ կտաս զանգեմ մի հատ։ Վերցու Լիկա ջան, վերցու ինչքան ուզում ես խոսա։ Մերսի շատ։ Հավատաց։ Ես գիտեի մեր մեջի դերասանը ես եմ, բայց փաստորեն դու ես, արի գրենք Եվային։ Կյանքս արի կես ժամից հանդիպենք սրճարանում։ Անակնկալում եմ քեզ համար։ Անակնկալում եմ քեզ համար։ Ուղարկեցի։
Շատ լավ մռութ։ Ախպես երկու ոտքով ընկավ թակարդը։ Լիք ես հիացած եմ քեզանով դու ոչ միայն լավ դերասան, ես այլ նաև լավ սցենարիստ։ Շուտ մի ուրախացի Տաթև։ Այս ներկայացումը դեռ չի ավարտվել։ Դե ասա Մուշեղ ջան, ասա տեսնեմ ինչ ենք անում։ Տամարա ջան, դե ընդեղ ուրեմն մի $1000 սահմաններում ծախսը այդ շոու մասը էլի ոնց որ երկիչ մերքիչ կնստի։ Հա, $1000։ Ուրեմն ընդեղ սալյուտա, տորթա, բան, ասենց բաներ էլի։ Ուրեմն մի $500։ Գումարած Մեկ էլ բանը, դե ուտել խմելու բանը ծախսը մի $500 էլի շատ չէ։ Գումարած էլի $500։ Այստեղ անենք սրով։ Մա $2000։ Հա, ծովա, որ մի հիասքանչ ծնունդ անենք, ասենք, ոնց ասեմ, Տամարա ջան, աննախադեպ, բացառիկ, միակը Հայաստան, կարաս չէ տաս էդ գումարը։ Բա իհարկե կարող եմ տալ, Մուշեղ ջան, Տիգրանի մոտ խայտարակ չեմ լինելու, սպասի հիմա բերեմ։ Աբա ինչ, փեսա մարդ եմ, ու խայտարակ չեմ եմ։ Ալո, Վարդան ջան, Մուշեղնա, Վարդան ջան, այդ մեքենաս արդեն կարամ բերեմ ես, հա, ուրիշ մեքենա մի վերցրեմ։ Ահա այդ կարոպկի հարցը էլի որ լուծեք։ Հա, փողը նախ դա այդ ցավը տանեմ, փողը պրոբլեմ չի։ Տեսակ եմ արդեն դա ամեն շան։ Շատ լավ է Տաթև, դեռ այդ աղվեսը չի եկել։ Լավ, դու գնա աշխատանքիդ, ես էլ մի հատ թաքուն տեղ գտնեմ ու դրան սպասեմ։ Ոնց էլ ուշացել ես։ Ռուբ ջան, բարև, ոնց ես։ Լավ, նորմալ Տաթ ջան, դու լավ ես։ Լավ։ Բարև Տաթև։ Ինչ որ բան է պատահել, որ ուշանում ես։ Ոչ, առանց պատճառ եմ ուշանում, պարոն տնօրեն։ Ու եթե դա ձեզ դուր չի գալիս, կարող եք ինձ աշխատանքից հեռացնել։ Չէ, դրա կարիքը չկա։ Այս անգամ զգուշացումով կբավարարվեմ։ Իսկ ինձ փոխարինող գտել եք։ Դեռ չէ։ Քեզ փոխարինող գտնելը շատ բարդ է։ Նույնիսկ գնալով համոզվում եմ, որ դու անփոխարինելի ես։ Ոնց եմ զզվում այս տականքից։ Տաթև ջան, բա որ իմանաս ես ինչքան եմ զզվում։ Եղած եմ այդ շարքային հարուստի լակոտը բծիրան նենցապը ոնց որ սաղ աշխարհն իրանն ու ինչ ուզի կարա առնի։ Ձեռս ճարանել հենց այս սրճարանի մեջտեղը կստովացնեի, դες չէ։ Ռուբեն, հա թակավոր ջան, ասա ցավը տանեմ։ Մի հատ սառը ռոյալի բուբեր։ Եղավ խնդիր չկա, ցավը տանեմ, ուզում ես մի երամ ռոյալի բուբերը։ Անակնկալ սիրելիս, դու ինչ ես անում ստեղ լիկա։ Նստի ու կասեմ ինչ եմ անում։ Այդ ես եմ Արսենի հեռախոսով քեզ ժամադրել էստեղ, հետևաբար Արսենիդ կարող ես չսպասել։ Ուզածդ ինչ է լիկա։ Ասեմ Եվա ջան, եթե քեզ թվում է ես պոլեչուձեսի բառաբան եմ ու դու ոնց ուզես ինձ կարաս ֆռացնես, չարաչար սխալվում ես։ Ինչի՞ ես մեր պայմանավորվածությունը խախտել։ Լավ եմ արել լիկա, բայց հո հիմար չեմ որ Արսենին ձեռիցս բաց թողեմ։ Ըստ քո պայմանի դու ինձ պետքա ուղարկեիր հանգստանալու ու մի հատ քրչոտ երգչի համերգին։ Իսկ հիմա իմ ընկերը Սիրունա, երգիչա ու բացի այդ մենք ամեն շաբաթ գնում ենք հանգստանալու։ Եվա ջան, ես դու չես վախենում, որ ես Արսենին կպատմեմ մեր պայմանավորվածության մասին, ու ինքը քեզանից ահավոր կհիասթափվի։ Սխալվում ես, Լիկա։ Սերը ոչ միայն կուրացնում է, այլ նաև խլացնում է։ Իսկ Արսենը մինչև այդ խուլ ականջների ծերը ինձ է սիրահարված։
Հա, ու մի բան էլ, կգնաս սուպերմարկետ ու 2 լիտր ձեթ կառնես։ Ինչի համար։ Որ այդ դարդերիդ մեջ մի լավ տապակվես, հավիկս։ Լավ Եվա։ Ուշեղ, բայց համոզված ես, հաստատ կհերիքի։ Այ Տամարա ջան, ես քեզ խոսք եմ տալիս, որ այդ $2000-ով 38-ամյակը տնես կնշենք, որ մի 38 տարի էլ դու կհիշես այդ ծնունդդ։ Պատմական ալնելու ասեմ իմանաս։ Վայ, ուշեղ, հաստատ։ Լավ դե, միևնույն է, ես քեզ վստահում եմ։ Հա, Տամարա ջան, ոնց։ Դե լավ Տամարա ջան, դե ես մտնեմ տուն, փոխվեմ արագ, գնամ սրճարան կազմակերպեմ այդ ծնունդը, որ հասցնենք։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ դու այս ծնունդի մասին հələ թորներիդ ես պատմելու։ Հա, ուշեղ։ Ոչ թե իմ թորներին եմ պատմելու մուշեղ, այլ իմ ու քո թորներին եմ պատմելու մուշեղ պապիկ։ Մուշեղ պապիկ։ Մուշեղ պապիկ։ Հա, լավ անջում գոհ։ Տաթև ես չեմ կարա մարսեմ Եվայի արարքը։ Պետք է ամեն գնով Եվային ու Արսենին իրարից բաժանել։ Բայց ոնց լիկ։ Չգիտեմ։ Պետք է մտածենք։ Լիկա, ես ոնց որ մտածեցի։ Լսի, Արսենը շատ շուտ հրապուրվող տղա է։ Կարող է ինչ-որ մեկին գտնենք, որ Արսենին շեղի Եվայից։ Հա, հենց տենց էլ կանենք։ Ես նույնիսկ արդեն գիտեմ, թե ով է հրապուրելու Արսենին։ Ով։ Ես։ Ոնց դու։ Հա, ես, but of course։ Դու Եվայի պատմությունից հետո ինչ-որ մեկին վստահում ես, թե ուզում ես մի Եվայի ձեռքից պրծնենք, մյուսին հանդիպենք։ Ու ոնց ես որոշել գայթակղել Արսենին։ Շատ հեշտ Տաթև։ Օգտագործելով իմ բոլոր գայթակղիչ առավելությունները։ Ուր։ Դու Տաթև։ Այսօրվանից որտեղ Արսենս, այնտեղ էլ ես։ Ինչին ասես պատրաստվում։ Ուշ կարող է այսօր տաքսիստների միջազգային օրնա տաքսիստ փարթի եք անում, փրփուրով։ Չէ, Ֆելո։ Այսօր Տամարայի ծնունդն է, պետքա վարեմ։ Փաստորեն Մուշո ջան, քանի մեքենայդ փչացած է, տաքսի վարելու փոխարեն ծնունդ ես վարում։ Հա, Արսեն։ Պետք է լինի 1000 հեկտար հող է կվարեմ։ Հողին մունատ։ Իդեպ դուք էլ եք հրավիրված, են Եվաներն էլ, իրիկունը ժամը 7-ին սրճարանում։ Իսկ ով է մասնակցելու այսօրվա շոու ծրագրին։ Այդ հարցում դու ինձ պետք է օգնես, Արսեն ջան։ Դու ծանոթ երգիչ բան ունես, որ կարա գա երգի, ձրի, բայց։ Հա, ունեմ։ Կզանգեմ կպայմանավորվեմ հետը, համարատել կտամ, որ զանգի քեզ կա։ Ապրես ցավոտ տամ։ Դու ինձ փրկեցիր։ Լավ, ես գնամ մնացած հարցերով զբաղվեմ։ Դուք էլ տեսեք, պայմանավորվեք, այսօր իրիկունը կոնեմ եք շքեվ մեր բանեք չէ։ Դա Արսեն չմոռանաս չքաշես հանգած։ Տիգրան ջան, Յո, Մուշեղ ջան, ես ինչ տոնական ես հագնված։ Չլինի հորքուրի համար ես տեն զուգվել, զարդարվել։ հա Տիգրան ջան, ոնց ասեմ, Տամարայի ծնունդը для меня всегда праздник։ Այդ ծնունդի հետ կապված է մեկ էլ ուզում էի հասկանալ ձեր մոտ որ մեծ միջոցառումներ անում են, ինչ-որ զեղչեր բաներ նման Տիգրան ջան։
Մուշեղ դու այդ հարցով հանգիստ եղի։ Ես այդ բոլոր ծախսերը վերցնում եմ իմ վրա։ Դե Տիգրան ջան, լավ էլի, տենց ոնց կլինի։ Ոնց թե ծախսերը վերցնում ես քո վրա, աղբորպես կնեղանամ, Տիգրան ջան, դե տենց Դե որ ուզում ես, լավ համոզեցիր։ Համոզեցիր Տիգրան ջան, ինչ ասեմ։ Վերցրու ծախսերը քո վրա, բայց մնացած ծախսերը ես իմ վրա եմ վերցնում, Տիգրան ջան, այնտեղ սալյուտա, տորթա, երկիչա, մերկիչ այդ շոու մասը ես իմ վրա եմ վերցնում ու խնդրում եմ հանկարծ ինձ հակառակում չհամոզես, որ դու անես այդ ծախսերը։ լավ մուշեղ չեմ համոզի, այդ ծախսերն է եկալ քո վրա։ Հաստատ է։ Հա, հաստատ մուշեղ։ Նայ, հա, Տիգրան ջան, ես ուղղակի շատ շուտ եմ համոզվում, ինձ չփորձես հանկարծ համոզես, ես որ աղջիկ ծնվեի հիմա։ Լավ, դե, ինչ ասեմ, Տիգրան ջան, ես գնամ այդ ծախսերը տենամ, դու էլ ստեղ տես ինչ ես անում, ժամը 7-ին հանդիպում ենք ստեղ, հանկարծ չուշանաս։ Հաստատ չէ, ծախսերը ես եմ անում։ Հա մուշեղ, հաստատ։ Լավ, Տիգրան ջան, դե ես գնամ առայժմ։ Առայժմ։ Լավ կյանքս դες դուրս եմ գալիս գնամ ծնունդ։ Հա։ Արսեն, քեզ կարելի է մի բան հարցնել։ Մի րոպե կյանքս։ Հալիկա։ Արսեն, այսօր Տամարայի ծնունդին չգիտեմ որ շորիկա հագնեմ, սա լավ է թե էս մեկը։ Որ մեկ ուզում ես հագի, ուզում ես Միկի Մաուսի շորիկա հագի, իմ համար տարբերություն չկա։ Լավ, այդ դեպքում որ խնդրեմ շորիկից ցեպը կքաշես։ Արսեն, շորիկից ցեպը։ Չէ դու ասացիր։ Հասկացա, ես ցանկալի չեմ, թե Արսենն է զոմբիացած։ Հա, բարձր հասկացա։ Ֆելո, Ֆել, որ խնդրեմ մի հատ կասես, այս օծանելիքս լավն է։ Պաստորեն իմ մեջ չի խնդիրը։ Արսենը զոմբիացած է։ Լավ, Արսեն։ Ես քո հարցերը սրճարանում կլուծեմ։ Ինչ։ Հեչ, ասում էի ծնունդից ուշացանք։ Ռաս։ Բարի երեկո, հարգելի տիկնայք եւ պարոնայք, Full House սրճարանային համալիրը ուրախ է ողջունել ձեզ բոլորից այս գեղեցիկ եւ ընդարձակ սրահում։ Ծափարություններ։ Այսօր տոնը Հիրավիտո ուղիղ 38 տարի առաջ Ավետյանների ընտանիքում ծնվեց մի մանուկ, մի մանկան ճիչ լսվեց։ Թե եկեք, կանչենք մեր հոբելյարին։ Բարեմաղթանքներ մենք ասենք նրան։ Չէ որ լրացավ ևս մեկ տարի, կանչում ենք արի, չքնախ Տամարա։ Տամարա ջան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պատվավոր։ Այո։ Տամարա ջան, գնա նստի տեղդ։ Ինչի։ Ծրագիրը փչացնում է շուտ արա։ Պատվարենք մեր հոբելյարին։ Իսկ հիմա սիրելի սեղանակիցներ, ես առաջարկում եմ լիցքավորեք ձեր բաժակները, աստղանիշ 45 գրադուս վանդականիշ։ Որովհետև մի կենացուն եմ ասելու մեր հարգարժան հոբելյարին։ Նա իր տեսակով մի քիչ համառ, ջերմությամբ լցված ինչպես ամառը, անմեղ է ինչպես մատաղի գառը, կենացդ լինի տիկին Տամարա։
Համարայի գնացեք։ Արգելի բարեկամներ, իսկ հիմա եկավ այն ուրհասական պահը, որ մենք պետք է հանձնենք նվերներ։ Խնդրեմ, համեցեք, հանձնեք ձեր նվերները, շնորհավորեք, բարեմաղթանքներ։ Շնորհակալ եմ, Տաթև ջան, Մուշեղ ջան, պահի։ Ախի Արսեն ջան, ապրես ազիջան, ապրես ասպա։ Տամարը ես երկունը վարեմ դրել, ապրես։ Ինչ ամյոսը։ Դե լավ, դա քեզ չի վերաբերում։ Ապրես, Տիգրան ջան։ Մուշեղ ջան, սապա։ Դե ինչ, շարունակվում է այսօրվա երեկոն, ծափահարություններ իսկ հիմա բոլորին հրավիրում ենք պարելու։ Լռություն, մի հատ երաժշտություն անջատեք, մի րոպե, ժողովուրդ ջան, խնդրում եմ բոլորին զբաղեցնել իրենց տեղերը։ Զբաղեցրեք, շուտ, արագացրեք, ժողովուրդ ջան, արագացրեք։ Տամարա ջան, դու էլ։ Արագացրեք, ժողովուրդ ջան, արագացրեք, որովհետև ձեր համար մի հատ շատ լավ անակնկալ ունեմ։ Իմ կողմից, Տամարա ջան։ Գեղեցիկ մի անակնկալ, ոչ նյութական, ոչ կապիտալ։ Այսօրվա մեր մեծ ուրախությանը միացավ մեր Արսեն Սաֆարյանը, դիմավորեք, Արսեն Սաֆարյան, հատուկ մեր Տամարայի համար։ Ha, կյանքս, հա։
Արսեն հերիք չէ հեռախոսով խոսես։ Բայց ինչի քեզ խանգարում է։ Չէ, չես խանգարում։ Իսկ ընկերուհի չի խանդում, որ հիմա իմ հետ տանգո ես պարում։ Չի խանգարում։ Չէ կյանքս։ Ալո։ Հա, մուշեղնա։ Ինչ աղցա։ Ինչ կարով կա։ Իմ ավտոն կարովկով չի եղել։ Հոխանցման դու։ Հոխան։ Հա, աղբեր ջան, հա։ Հա, այսա կգա։ Հա, ցա։ Այսա կգամ ավտոն կտալեմ, հա։ Ֆելո, դու կարող ես իմանաս իմ մոտի փողերը ուր է։ Ես շատ իմանամ։ Երեք Սաֆարյանը Արսենին $1000 տվեցիր։ Ինչ։ Ասեն ջան, շատ շնորհակալ եմ, ցավը տանը։ Ես ուրախ եմ։ Մի րոպե։ Ես $1000 վերցնում ես ու նոր Մուշեղ ջան, ես իմ ընկերոջ համար եմ եկել։ Շատ ես ոնց գնեմ, պապա երբ կներանամ, եթե չվես։ Չէ, ես չեմ կարող։ Չէ, մնացեք։ Հաջողություն։ Ուրիշ։ Ուրիշ $200 ռուբոյին չհայվոյ տվիր։ Հնացածն չհաբաշ ես տվել։ Հա։ Կարոպկես։ Լյարդը։ Խարա։ Ես ինչ արեց արաղը իմ հետ վրա։ Մեկեն, ես $300 ետնից ես եմ հավաքել։ 200 հեռախոսից փողնը, 100-ը ջինսից։